Սիրելի աշակերտներ, ով կարող է ինձ ասել, որն է այսօրվա մեր դասը, ապա Լուսինե Հայկ ու փոքրիկ Արմեն ամբողջությամբ ով կօգնի Լուսինեին Հայտնապետ ու փոքրիկ կանգնիր Արեն ջան, ասա Հայտնապետ ու փոքրիկ Արմեն Այո, այսօրվա մեր դասն է Հայտնապետն ու փոքրիկ Արմեն լրատվին եւ այնտեղ ուղղված են ձեզ հարցեր վերցնում եք մեկական հարց ու պատասխան եկեք վերցրեք այստեղից մեկական հարց եւ վերադառնում եք նստում ձեր տեղը վերցրեք Էրիկ այստեղից ենք վերցնում նստեք Արինա վերցրու եւ նստիր Արեն նստիր Երեխաներ, հիմա պատասխանում եք հարցերին Արեն կանգնի, որ հարցն է քեզ ընկել Ով է Հայկը Ապա Հայկը միսկա առաջնորդ է Ինչպիսին է, բացի հսկալիներից Գորոզ Հայկը գորոզ է Ով կօգնի, Հայկը ինչպիսին է Ես Ապա Քաջ, համացած, հայերասեր Շատ շնորհակալություն նստի Լուսինե, կանգնի Ապա կարդա ներկայացում Ովքեր էին գլխավոր հերոսները Ովքեր էին մեր դասի գլխավոր հերոսները Հայկն ու Բելը Մեր դասի գլխավոր Հերոսներին Հայկն ու Բելը Հայկը և Բելը, շատ ապրես Արինա Տեսնենք քեզ ինչ հարց է ընկել Ինչու Բելը արձակվեց Հայկի երկրի վրա Ամբողջությամբ տվյալներ Բելը արձակվեց Հայկի երկրի վրա, որ սրակացներ Հայկին և նրա որդիներին Ուզում են ամբողջ աշխարհի իրանալ, չէ՞, լավ Էրիկ և պատասխանիր Ով է Բելը Գորոզ բռնակալ Գորոզ բռնակալ Բայց միևնույն ժամանակ Բելը ով է Ինքը նաև հսկա է, չէ՞, ինքն էլ հսկա է և ուժեղ Լավ, և այստեղ մեկ հարց է մնացել, ես կկարդամ հարցը, իսկ դուք ով իմանա ձեռք եք բարձրացնում Ինչ է ուզում իմանալ Արմենը, ապա Էլով կուզի պատասխանել, ինչ է ուզում իմանալ Արմենը Ասա, կանգնի Որ իրանց ինչու են հայ անվանում Այո, ինչու են իրենց հայ անվանում, շատ ապրես, նստեք, թղթիկները ամրացրեք ձեր սեղաններին և շարունակեք Հիմա երեխաներ, ես կմիացնեմ փոքրիկ տեսանյութ Հայտնապետի և Բելի մասին Դուք ուշադիր դիտում եք տեսանյութը, որպեսզի վերջում ինձ ասեք, թե ինչ կար այս տեսանյութում, որ չեք սովորել դասում Ապա ես միացնում եմ Ուշադիր դիտում եք Ուշադրություն, հայ ժողովուրդը մի մեծ ընտանիք է, մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք Ինչպես ցանկացած ընտանիք, հայ ժողովուրդն էլ ունի նախահայր, որից սկիզբ է առնում իր պատմությունը, դա Հայկ Նահապետն է Ով է նա, և ինչու մենք մինչ օրս հիշում և պաշտում ենք նրան 5000 տարի առաջ աշխարհի ամենամեծ ու հայտնի քաղաքը Բաբելոնն էր Բոլորի մոտից տերևում է, չէ՞։ Հենց Բաբելոնում որոշվեց կառուցել հսկայական աշտարակ, որը պետք է դառնար աշխարհի ամենաշքեղ և ամենաբարձր շինությունը։ Որպես ճարտարապետ և հմուտ շինարար, աշտարակի կառուցմանը հրավիրվել էր նաև Հայկը, որը հսկաների ցեղից էր, վայել չկաած, թիկնավեր, վառվռն աչքերով։ Բայց Բաբելոնի արքա Բելը, որը նույնպես հսկաների ցեղից էր, իրեն հայտարարեց Աստված և որոշեց տիրանալ աշխարհի բոլոր ժողովուրդներին։ Հայկը միակն էր, որ հմոստացավ ինքնակոչ բռնակալության։ Իր որդիների, ընտանիքի անդամների և այլոց հետ նա հեռացավ Բաբելոնից դեպի նախնիների հայրենիք, Արարատյան երկիրը և հաստատվեց այնտեղ։ Բելը առաջարկեց Հայկին հետ վերադառնալ
և ենթարկվել իրեն։ Դրա դիմաց խոստանալով նրան անհոգ ու երջանիկ կյանք, սակայն Հայկը մերժեց նրան։ Նա որոշել էր մնալ և ստեղծել Արարատյան երկրում այնպիսի պետություն, որի հիմքում կլինեն արարչագործությունը, մարդասիրությունը, ազնվությունը։ Չկարողանալով համոզել Հայկին, Բելը որոշեց հարցը լուծել բռնի ուժով և անթիվ զորքով շարժվեց դեպի Արարատյան երկիրը։ Այդ ժամանակներում հիմնական զենքը թուրն ու նիզակն էր, սակայն Հայկի ու իր որդիների սիրանոցում կար ևս մի հզոր զենք՝ լայնամիջ աղեղ։ Այդպիսի աղեղ պատրաստելու համար պետք էին հատուկ հմտություններ ու գիտելիքներ, իսկ նետաձիգը պետք է հսկայական ուժ ուներ։ Հայկի աղեղը իր չափ մեծ էր, իսկ նետերը ունեին եռաթև ծայրեր։ Նույնիսկ մեծ հեռավորության վրա նրանք ծագում պատրում էին ամենահամուր զրահը։ Պատրաստվելով Բելի դեմ կռվին, Հայկը իր նետերը մի ամբողջ օր պահեց Սարդորակ աղբյուրում, որպեսզի կենարած ջուրը զորություն տա նրանց։ Երբ Բելն իր զորքով հասավ հայոց ծոր, Հայկը արդեն սպասում էր նրան այնտեղ։ Եվ սկսվեց կատաղի մարտը երկու հսկաների բանակների միջև։ Երկար ժամանակ կողմերից ոչ մեկին չէր հաջողվում հաղթել։ Եվ ճակատամարտի ամենաթեժ պահին Հայկը գործի դրեց իր հզոր զենքը։ Տեսնելով արցունքի վրա կանգնած Բելին, նա առաջ քաշվեց, ամբողջ ուժով ձգեց իր լայնալի աղեղի լարը և դիպուկ արձակեց եռաթևները, որ պատրելով Բելի մետաղյա զրահը կամեց նրան գետնի։ Տեսնելով անխոցելի թվացող Բելի մահը, նրա զորքը խուճապահար փախավ մարտի դաշտից։ Այդ օրվանից Հայկը երկար տարիներ փառքով կառավարեց Արարատյան երկիրը, հաստատելով այստեղ արդար և իմաստուն օրենքներ։ Բելի դեմ հաղթանակի օրը սկիզբ դրեց հայոց տոմային։ Աստղային երկնքի ամենապայծառ համաստեղություններից մեկը կոչվեց Հայկի անունով։ Երկիրն էլ նրա անունով կոչվեց Հայք, հայոց աշխարհ, հայոց տուն, Հայաստան։ Մենք բոլորս Հայկի ժառանգներն ենք, մենք միշտ սիրով և հպարտությամբ ենք հիշում նրա անունը, նրա իմաստությունը, նրա սխրանքը, բայց մենք պետք է նաև արժանի լինենք մեր նահապետին, պահպանելով ու պաշտպանելով մեր երկիրը, լինելով ազնիվ, խելացի ու խիսախ։ Սիրելի երեխաներ, դուք հիմա դիտիկ տեսանյութը, այժմ փորձում եք հասկանալ, թե ինչ կար այս տեսանյութում, որ չկար դասագրքի մեջ, որ մենք չէինք սովորել, ապա ով կարող է հիշել։ Ուշադիր դիտեցիք տեսանյութը։ Այո, դե հիմա տեսնենք ինչ է առանձնացրել։ Ասա Արինա։ Հայկը կրվից առաջ Հայկը նետը գնաց և սարը ջրի մեջ դրեց, որ նետը ուժ հավաքի և կրվի։ Այո, զորություն հավաք, շատ բարի։ Կար դասագրքի մեջ այդ հատվածի Ոչ, էլ ով է ավելացնում։ Ապա լուսինեք անգնի։ Ես իմացա, որ Բելը Բաբելոնի տիրակալն է։ Այո, և տեսանյութի սկզբում ինչ իմաստն էր խոսում, այ Բելը ինչ էր կառուցում։ Ապա Արինա։ Աշխարհ։ Կանգնի, կառուցում էր մի գեղեցիկ Աշխարհ։ ու հսկա աշխարհ։ Եվ Հայկը ինչ արեց։ Նեշեց։ Հայկը ինչ արեց Արինա։ Մասնակցեց։ Մասնակցեց այդ Որպես հմուտ շինարար մասնակցեց այդ շինարարության։ Լավ։ Հիմա երեխաներ, պետք է մեր դասը ներկայացնենք դերերով և բեմադրություն։ Այժմ դուք մոտենում եք գրատախտակին և յուրաքանչյուր մեկ թերթիկ եք վերցնում, որի վրա գրված է ով պետք է դասը ներկայացնի դերերով, իսկ ովքեր պետք է բեմադրություն։ Ապա մոտեցեք գրատախտակին, պատահականության սկզբունքով վերցնում են մեկ թերթիկ, ապա արեն դու ինչ պետք է անես։ Բեմադրես, այո, դու Արինա։ Դերը կարգի։ Լավ, պատրաստ են երեխաներ։
Այո։ Հիմա սկսենք դերը կարդալուց, նոր վերջում կբեմադրենք։ Գնում ենք նստում։ Էրիկ, դու կկարդաս պապիկի դերը, իսկ Լուսինե դու կկարդաս թորնիկի դերը։ Բացում ենք դասագրքերը։ Այնա, դու էլ բացեք դասագրքերը, որ հետևեք ձեր ընկերներին։ Տեսնենք արդյոք ճիշտ են կարդում։ Արեջան, դասագրքը բացի, ու սկսի հետևել քո ընկերներին։ Հիմա Լուսինեն կարդում է թորնիկի դերը, իսկ Էրիկը կարդում է պապիկի դերը։ Գնացեք։ Պապի, մեզ ինչու ենք հայ անվանում։ Չես պատմել եմ, չես հիշում, մենք մեզ հայ անվանում։ Հայտնապետի անունը ով է նա։ Հայտնապետ ազատասեր իմաստուն հեռաշնորհ Տերն քաջ էր։ Համաձայն եւ մեծ ուժի տեր, նա հիմա որտեղ է նա։ Երկնքում, ինչպես, երբ յուղ գնամ ու երկինքը պարզ լինի, ցույց կտամ նրա աստղային տեսքը։ Բայց մինչև երկին գնալը նա մի մեծ գործ է երկնքի վրա։ Հաղթել է Բելի, Բելն ով է։ Բելը մի հսկա և գորոզ բռնակալ է, ուզում է ստրկացնել Հայկի և նրա որդիներին, սակայն Հայկը հեռացավ նրանից, եկավ և Արարատ սարի փերշի մոտ բնակություն հաստատեց։ Բելը չհետաքրքրվեց Հայկին։ Չհետաքրքրվեց Հայկին։ Ապրես իմ խելոք թորնիկ ճիշտ հարց ես տալի։ Բելը հավաքում է իր մեծականակ զորքը և գալիս Հայկի վրա պատերազմի։ Հայկը իր փոքրաթիվ հարկանցով դուրս է գալիս Բելի անթիվ անհամար զորքը, թեև նա իր երեք թևյալ հետով խոցում է զորավորված Բելին։ Այնքան զոր է հարված, որ նետը ծակում անցնում է զորավորված Բելին ու խվում հողի մեջ։ Բելի զորքը սարսափահար փախչում է։ Այդ օրվանից Հայկի անունով մեր երկիրը կոչվեց Հայաստան, իսկ մենք հայ։ Պապիկ, ինչ քաջ է եղել Հայկը, իսկ ես նույնիսկ մեր կողքի բակի ուշադիր կարդ Շնիկից եմ վախենում, բայց հայ եմ։ Ոչինչ թողնելուց դու քաջ ու ազնիվ ես Հայկի նման, իսկ դեռ մեծանաս նրան նման անվախ կդառնաս։ Շատ ապրեք, այ երեխաներ, յուրաքանչյուրն էլ կարողացան, չէ՞, գտնել իրենց համապատասխան դերը և կարդալ։ Շատ շնորհակալություն։ Հիմա փորձում ենք բեմադրել։ Ովքեր պետք է բեմադրեին։ Արինան և Արենը, ճիշտ է։ Պատրաստ են երեխաներ, դե եկեք բեմադրենք։ Պապիկ, լսում եմ թորնիկս։ Պապիկ, ինչու եմ ես հայ անվանում։ Ես պատմել եմ, չես հիշում, մենք մեզ հայ ենք ասում Հայկ Նահապետի անունով։ Ո՞վ է նա։ Հայկ Նահապետը ազատասեր իմաստուն առաջնորդ էր, նա քաջ էր, համարձակ և մեծ ուժի տեր։ Բայց նա որտեղ է նա։ Երկնքում։ Ինչպես։ Երբ յուղ գնանք ու երկինքը պարզ լինի, ցույց կտամ նրա աստղային տեսքը, բայց մինչև երկինքը գնալը նանի մեծ գործ է երկրի վրա։ Հաղթել է Բելին։ Բելն ով է։ Բելը մի հսկա և գոռոզ բռնակալ է, ուզում է ստրկացնել Հայկին և նրա որդիներին, սակայն Հայկը հեռացավ նրանից և եկավ Արարատ սարի փերշի մոտ բնակություն հաստատեց։ Բելը չտապնդեց Հայկին։ Ապրես իմ խելոք թորնիկ, ճիշտ հարց ես տալի։ Բելը հավաքում է իր մեծականակ զորքը և գալիս Հայկի վրա
Հայկն իր փոքրաթիվ մարդկանցով դուրս է գալի Բելի անտիվ անհամար զորքի դեմ։ Հայկն իր երեթևանի նետը խոցում է զրահավարված բելի։ Այնքան հզոր է լինում հարվածը, որ նետը ծակում անցնում է զրահավարված բելի ու խրվում հողի մեջ։ Բելի զորքը սարսափահար փախչում է։ Այդ օրվանից մեր երկիրը կոչվում է Հայաստան, իսկ մենք հայ։ Պապիկ, ինչ քաջ է եղել Հայկը, իսկ նույնիսկ Պապիկ, ինչ քաջ է եղել Հայկը, իսկ ես նույնիսկ մեր կողքի բակի շնիկից եմ վախենում, բայց հայ եմ։ Ոչինչ իմ խելոքորոնի, դու քաջ ու ազնիվ ես Հայկի նման, հայի նման, իսկ երբ մեծանաս նրա նման անվախ կդառնաս։ Այժմ կկատարենք խմբային աշխատանք, ես ձեզ համար պատրաստել եմ քարտ, որի վրա ինչպես տեսնում եք պատկերված է Հայկը և բելը, ինչպես է խոցել Հայկը բելին։ Այժմ ես այստեղ թղթիկը կտամ ձեզ, դուք գրում եք այստեղ այն ամենը, ինչը որ դուք գիտեք իրենց մասին, գրում եք և վերջում ներկայացնեք։ Հասկացանք պահանջ երեխաներ։ Այո։ Դե հիմա սկսում ենք աշխատել։ Իրար օգնելով, համագործակցելով, գրում եք այն ամենը, ինչը որ դուք սովորել։ Ապա քննարկեք, այլաքննարկեք, նոր սկսեք աշխատել։ Հա, գրի Հայկը ուշ։ Հայկը առաջ դկրոցը։ Հայկը իմաստն էր։ Ավարտեցիք, բոլորդ համաձայն եք, որ ավարտել եք։ Ով կարող է ձեր խմբից ներկայացնել ձեր աշխատանքը։ Բոլորդ համագործակցելով աշխատեցիք։ Այո։ Աջակցեցիք մեկը մյուսին։ Այո։ Շատ բարի։ Ով կարող է ներկայացնել։ Արինա, դու ես ուզում ներկայացնել։ Այո։ Ներկայացրու։ Հայկը իր տանիքով հեռացավ Պապելոնի բելը։ Որտե՞ղ ես։ Բելը զայրացավ։ Զայրացավ և իր անթիվ անհամար զորքով եկավ Հայկի դեմ պատերազմի։ Բայց Հայկը չվախեցավ բելից, նա իր քաջ զինվորների հետ կանգնեց և պաշտպանեց մեր հայրենիքը։ Պատերազմի ժամանակ Հայկը իր երեքթևանի նետով խոցում է զրահավարված բելը ընկնում է գետնի։ Այդպիսով Հայկը հաղթեց բելին, այդ օրվանից Հայկի անունով մեր երկիրը կոչվում է Հայաստան, իսկ մենք հայ։ Շատ շնորհակալություն, շատ լավ աշխատանք էիք կատարել, համագործակցելով ապրեք, կեցեք։